Այս տեսանյութում մենք մի փոքր ակնարկ կանենք այն մեծածավալ աշխատանքներից, որոնք իրագործվել են Գարեգին II ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարիներին, չէ՞ որ գործերն ավելին են պատմում մարդու մասին, քան խոսքերը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Տեր Գարեգին arczepiskopos Ներսիսյանը ընտրվեց ամենայն Հայոց կաթողիկոս, որպես 132-րդ լուսավորչահաստատ գահի արժանավոր ժառանգորդ։ Նոյեմբերի 4-ին տեղ ունեցավ ազգընտիր հայրապետի ձեռնադրության եւ ոցման հանդիսավոր արարողությունը։ Վեհափառ հայրապետը հայոց այն կաթողիկոսներից է, որի քահանապետության այս ժամանակահատվածը պատմության մեջ ամրագրվեց որպես հայ եկեղեցու վերազարթոնքի շրջան։ Վեհափառ հայրապետի ազգային եկեղեցական, միջեկեղեցական ու միջկրոնական արդյունավետ գործունեություն է ծավալել, որի շնորհիվ բարդ իրավիճակում կողնորոշվելու բացառիկ կարողությամբ հայ եկեղեցու տապանը պղտորաջուր հորձանուտներից անխաթար ու անվնաս դուրս է բերել։ Իր գահակալության տարիներին Գարեգին II ամենայն Հայոց կաթողիկոսը հովապետական եւ հայրապետական բազմաթիվ այցելություններ է կատարել հայաստանյան եւ սփյուռքի թեմեր, իր օրհնությամբ մխիթարություն ու հոգեվոր խնդություն բերելով հավատավոր հայորդիներին։ Սփյուռքյան թեմեր այցելությունների ժամանակ Նորից Սրբությունը հանդիպումներ է ունեցել նաև տարբեր երկրների եկեղեցական ու պետական բարձրաստիճան այրերի հետ։ Քննարկել է հայ եկեղեցուն, Հայաստանի եւ Արցախի հանրապետություններին եւ հայ ժողովրդին վերաբերող հրատապ խնդիրներ։ Կարևորելով եկեղեցական կապերի ամրապնդումը Վեհափառ հայրապետը բազմիցս այցելել է քույր եկեղեցիներին եւ նրանց պետերին։ Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել նաև այլ կրոնի ներկայացուցիչների եւ կրոնապետերի հետ, հանդես գալով համամարտկային արժեքների պահպանման, համընդհանուր խաղաղության, աշխարհում սիրո, համերաշխության եւ արդյունավոր գործունեության վերաբերյալ խոսքով ու զեկույցով։ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ առանձնանում են ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումները Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլի Իսլամ Ալլա Շուքուր Փաշազադեի հետ, որոնց ընթացքում եւ մշտապես Նորին Սրբությունը դատապարտել է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, հայատացության քարոզչությունը, ռազմագերիների ազատ չարձակելն ու կտանքներին ենթարկելը, Հայաստանի պետական սահմանների նկատմամբ ոտնձգությունները, Ադրբեջանի վերահաստատության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության, վանքերի ու եկեղեցիների պղծումն ու ոչնչացումը, դրանք բռնայուրացնելու եւ պատմական իրողությունները խեղաթյուրելու փորձերը, կարևորելով Արցախի հանրապետության կարգավիճակը, հստակեցում ճանաչումը եւ արցախայության իրավունքների իրացման երաշխավորումը։ Վեհափառ հայրապետն իր հովական առաքելության մեջ կարևոր տեղ է հատկացնում հոգևորականների կրթությունը։ Նա հավատում է, որ հայ եկեղեցու ապագան լուսավորյալ եւ գրագետ հոգևորականների ձեռքերում է։ Գևորգյան ճեմարանը, Սևանի Վազգենյան դպրանոցը, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը, Հառիճավանքի ընծայարանը բոլորը Նորին Սրբության հոգացության ներքո շարունակում են իրենց կարևոր առաքելությունը։ Հայոց հայրապետի նախաձեռնությամբ Երևանում եւ Աղարշապատում հիմնադրվեցին Էրոնոկյան դպրոցը, ինչպես նաեւ Նագաշյան եւ Քյուրքչյան խնամքի կենտրոնները, որտեղ մանուկները ստանում են հոգատարություն ու կրթություն, սիրով ու հավատով լեցուն միջավայրում։ Ուսյալ եկեղեցականները կրթելու գործում հատուկ դերակատարում ունի Գևորգյան հոգևոր ճեմարանը։ 2002 թվականին ամենայն Հայոց կաթողիկոսը պաշտոնական նամակով դիմեց Հայաստանի վարչապետին եւ ճեմարանը ձեռք բերեց պետական բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ։ 2005 թվականին Գևորգյան հոգևոր ճեմարանը ճանաչվեց աստվածաբանական համալսարան։ Այսօր Գևորգյան հոգևոր ճեմարանը Հայաստանի բարձրակարգ ուսումնական հաստատություններից է, որը ապահովում է որակյալ կրթություն, լայնախոհ, ազգասեր եւ եկեղեցանվեր սերունդների դաստիարակություն։ Նորին Սրբության անմիջական տնօրենությամբ եւ օրհնությամբ Մայրաթորի հոգևորականները սովորել են եւ շարունակում են ուսանել հայաստանյան եւ արտասահմանյան տարբեր բուհերում, հարստացնելով իրենց գիտելիքներ ու ստանալով համապարփակ կրթություն։ Հոգևոր կրթական կարևոր առաքելություն ունեն հայորդաց տները, որոնք հիմնադրվել են 1992 թվականին Տեր Գարեգին arczepiskopos Ներսիսյանի, այսօր արդեն Գարեգին II ամենայն Հայոց կաթողիկոսի անմիջական նախաձեռնությամբ եւ հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։ Հայորդաց տներում երեխաներն ու պատանիները զարգացնում են իրենց ստեղծագործական ունակությունները, միաժամանակ ստանում քրիստոնեական դաստիարակություն։ Հայորդաց տներին կից գործում են խնամքին կարոտ եւ կարիքավոր տարեցներին օգնելու նպատակով բարեգործական ճաշարաններ։ Հայրապետական հոգացության ներքո է նաեւ հայոց բանակում հոգևորականների ծառայությունը, որը իրականացվում է Հայաստանի զինված ուժերում հոգևոր առաջնորդության միջոցով։ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության ջանքերով զորամասերի գրադարանները պարբերաբար համալրվում են հոգևոր գրականությամբ, տպագրվում եւ բաժանվում են զինվորի համար նախատեսված նոր կտակարաններ, տարբեր գրքույկներ ու աղոթագրքեր։ Զինված ուժերում հոգևոր առաջնորդությունում ծառայող գնդերեսները առանձին զորախմբերով մասնակցել են Հայաստանի անկախության հռչակման 20 եւ 25-ամյակներին, նաեւ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված զորահանդեսներին։
Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առիթով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի սրբատար կոնդակով Աշոտ II Երկաթ Բագրատունի թագավորի խաչը հայտարարվել է հայոց բանակի պահապան եւ հովանավոր սրբություն։ Հրաշագործ խաչի կրկնօրինակը, որի կենտրոնում ապակու տակ զետեղված է Քրիստոսի փրկչական խաչափայտից մի մասունք, օծվել եւ հանձնվել է Հայաստանի զինված ուժերի հոգեվոր առաջնորդությանը։ 2017 թվականին ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Հայաստանի զինված ուժերի կորպուսների եւ կայազորներին նվիրաբերվել են զորական սրբերի պատկերներով խաչվառներ, որոնք պահվում են զորամասերի մարտական դրոշների կողքին։ Ցեղասպանության եւ պաշտոնական աթեիզմի 70 տարիների համակարգային ճնշումներից հետո եկեղեցու արժե համակարգի մասին անաչառ ու անհրաժեշտ գիտելիքներ տալու համար հանրակրթական դպրոցներում համապատասխան պարտադիր առարկա ներդրվեց դասավանդող մասնագետ ուսուցիչների պատրաստմամբ, որն էլ եկեղեցի պետություն փոխգործակցության արդյունքում 2002 թվականին ստորագրվեց համաձայնագիր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի կառավարության միջև եւ 2004 թվականին Հայաստանի դպրոցներում հայոց եկեղեցու պատմություն պարտադիր առարկա ներմուծվեց, որի արդյունքում, ինչպես ժամանակին բնորոշել է վեհափառ հայրապետը, պիտի ունենանք ոչ միայն մեր պատմությունը քաջածանոթ գիտակ նոր հայորդյաց սերունդ, այլև պիտի ունենանք հայրենասեր նվիրյալ բարի քրիստոնյաներ, ազնիվ քաղաքացիներ մեր երկրի, որոնց հայացքի առջև ավելի հստակությամբ պիտի ծնվի մեր ժողովրդի վաղվա օրը, նրա առաքելությունը դեպի նոր դարեր, նոր հորիզոններ։ Նորին սրբությունը սահմանել եւ հաստատել է նաեւ օրհնության հատուկ օրեր ըստ եկեղեցական համապատասխան տոների։ Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տյառն ընթառաջը հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր։ Սուրբ Սարգիս Զորավարի տոնը երիտասարդների օրհնության օր, Ավետման տոնը մայրերի օրհնության օր, Ծաղկազարդը երեխաների օրհնության օր, Սուրբ Ավետարանիչների տոնը բժիշկների օրհնության օր։ Սահմանվել է նաև համայնավարության տարիներին բռնադատված եկեղեցականների հիշատակի եւ շրջանավարտների օրհնության օրեր, իսկ ամանորի գիշերը նռնոթնեքի արարողություն։ Աշխարհասփյուր հայ ժողովրդի հավատի եւ բարեպաշտության զգացմունքները զորացնելու եւ հոգեվոր եկեղեցական կյանքի նվիրական հիշատակները վերարժևորելու համար Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը հռչակել է ուխտի օրեր, այսպես Քրիստոսի համբարձման տոնը, երբ հիշատակվում է 1441 թվականին ամենայն հայոց հայրապետական աթոռի Սսից Սուրբ Էջմիածին փոխադրումը ու վերահաստատումը, ինչպես եւ կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը հռչակվել են Սուրբ Էջմիածնի ուխտի օրեր։ Նորին սրբության տնօրինությամբ նաև ուխտի օր է հռչակվել Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը, երբ դուրս են բերվում համաքրիստոնեական սրբության Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդը։ Այս տարիներին ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ եկեղեցավարչական գործունեության արդյունավետ կազմակերպման համար ստեղծվել են նոր թեմեր եւ հայրապետական պատվիրակություններ։ Ամենայն հայոց կաթողիկոսի հովապետության տարիներին կառուցվել են բազմաթիվ նոր եկեղեցիներ, վերականգնվել են պատմական վանքեր եւ վանական համալիրներ։ Վեհափառ հայրապետի նախաձեռնությամբ զգալիորեն ընդլայնվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքը, նախկինում Մայրաթորի պատկանող տարածքների եւ վերադարձմամբ եւ նոր տարածքների ձեռքբերմամբ։ Նախորդ տարիներին Սուրբ Էջմիածնում իրականացվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ։ Նորին սրբության անխոժ ջանքերով, համազգային հանգանակության եւ բարերար հայորդիների սրտաբուխ նվիրատվություններով հիմնովին նորոգվել է Սուրբ Էջմիածնի մայր տաճարը, իսկ հարակից տարածքը բարեկարգվել է։ Մայր տաճարի հիմնանորոգությունը առանց չափազանցության կարելի է ասել, որ վերջին 100-ամյակի ընթացքում ամենալայնածավալ աշխատանքներն են եղել։ 2024 թվականի սեպտեմբերի 28-ին վեհափառ հայրապետը կատարեց իր 25-ամյա քահանայապետության ընթացքում 4-րդ միրոնորտությունը, իսկ հաջորդ օրը ձեռամբ ամենայն հայոց հայրապետի տեղի ունեցավ մայր տաճարի վերահոսման եւ վերաբացման շատ սպասված արարողությունը։ Այս արարողություններին մասնակցելու համար Մայրաթոր Սուրբ Էջմիածին էին ժամանել հազարավոր ուխտավորներ եւ Հայաստանի տարբեր շրջաններից եւ Սփյուռքի թեմերից։ Անցած 25 տարիներին հայրենիքում եւ Սփյուռքում սկսվել եւ իրականություն են դարձել բազմաթիվ ձեռնարկներ, որոնք հայոց հայրապետի ջանադիր աշխատանքի արդյունք են։ Նորին սրբության հայրապետության 25-ամյա ընթացքը նշանավորվել է եկեղեցաշինությամբ, քրիստոնեության քարոզչությամբ, հայրենասինական նախաձեռնություններով, հոգևոր կրթական, հասարակական մշակութային եւ այլ ասպարեզներում ծավալված նշանակալի գործունեությամբ։ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տարիներին օծվել են բազմաթիվ նորակառույց եկեղեցիներ, կատարվել են նոր եկեղեցիների հիմնօրնեք, ավարտվել են պատմական վանքերի եւ վանական համալիրների վերակառուցման աշխատանքներ, բազմապատկվել եւ բարեկարգվել են մայրավանքի տարածքը։
Մայրաթորի հրատարակչական ոլորտը կարգավորելու նպատակով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրենությամբ 2006 թվականին ստեղծվեց Մայրաթորի հրատարակչական բաժինը։ Հավատացյալների հոգևոր կարիքների հոգալու համար Մայրաթորի հրատարակչական բաժինը համապատասխան գրականության լուսընծայումով իրականացնում է հոգևոր քարոզչություն։ Մայրաթորի հրատարակչությունը նաև համակարգում է 1944 թվականից առ այսօր տարեկան 12 համարով հրապարակվող Էջմիածնի կրոնագիտական հայագիտական ամսագրի և 1997 թվականից հրապարակվող Քրիստոնյա Հայաստան երկշաբաթաթերթի խմբագրությունների աշխատանքները։ Վեհափառ Հայրապետը որպես զգոն և հեռատես հովապետ իր նվիրումով առհայաստանյաց եկեղեցին ու հայոց ազգն ունեցած իր անսահման սիրով իրական հայորդի է բարեխնամ հայր։ Նա իմաստությամբ առաջնորդում է մեր եկեղեցին դեպի լուսաշաղվիղ տեսլական, իր օրինակով ցույց տալով, որ իմաստուն չեն դառնում, իմաստությանն արժանանում են, իմաստություն, որի աղբյուրը Աստծո երկյուղն է։ Վստահ ենք, որ նորին սրբությունը դեռ երկար տարիներ հովապետելու է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին և գործելու է փառս Աստծո և ի բարօրություն մեր հայրենիքի ու համայն հայ ազգի։